Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության որպես հեղափոխական, լավ ընդունենք, հիմա չեմ մանրամասնում այն պահերը, որ ապացուցված է, որ իրան բերել է Սերժ Սարգսյանը, ուղղակի բերել է, ամեն ինչով աջակցել է։ Հիմա դրա մասին չենք խոսում։ Լավ, հեղափոխություն է եղել։ Բայց հեղափոխականը Սերժ Սարգսյանի, այսինքն ազգի դավաճանի, նայեք, ուրեմն իշխանության արարքը, վատ արարքային աստիճանի մեծ պետք է լինի, դուք մինչև ազգի դավաճանության կամ չգիտես ինչ աստիճանի պետք է լինի, որ մարդիկ ապստամբեն եւ հեղափոխություն անեն, դուք պատկերացնում եք, այսինքն դրա էությունը, հեղափոխության։ Եվ դրանից հետո ազատ մանական ընդհակառակը, ազգային ժողովը ներկայացություն ունի։ Բա ուր է քո հեղափոխական, այսինքն քաղաքական գնահատականը նախկին իշխանությունների վերաբերյալ, ուր է քո լուստրացիան ու վենտինգը։ Այսօր հիշեցիր, որ արդ երկրի գործակալական ցանցի վրա են աշխատում ոմանք եկեղեցիականներ։ Իսկ ինչա կառավարությունում չեն աշխատում։ Չեն աշխատե։ Եվ տեսեք, եթե մի գործակալ եկեղեցիում, չէ՞, այդ եկեղեցին ընդամենը կարող է հոգևորականին կամ հավատացյալ ինչ-որ մարդու, ասենք, մտքել է պղտորի կամ կիսակ պռատասի, տրամադրի, այո, տրամադրի իշխանության դեմ, ինչը որ արեցին այդ սրբազանները, որի համար դատվում են, չէ՞։ Կարող են, իսկ եթե ես աթեիստ եմ, ոնց այն վրա ազդելու։ Ինչ ձև պետք է ազդի։ Կամ այլ եկեղեցու եմ Դուք ձեր ենթադրությունն եք քննադատում։ Ես իմ ենթադրությունը չեմ քննադատում։ Ասում եմ, ինչու հենց եկեղեցին։ Ինչու հենց եկեղեցին։ Այո, որովհետև եկեղեցին այն օղակներ գործակալական ցանցի, ռուսական գործակալական ցանցի, որ հստակ կարող է, ասենք դոշին կպցնի Պուտինի կողմից, այդ դահիճի, մարդասպանի ու ֆաշիստի կողմից ընդունի օրձեն եւ խաչի կողքը դնի այդ ռուսական ֆաշիստական օրձենը հպարտ մանգա, որ Նիկոլ Փաշինյանը համարում է սենց, որ միայն Հայաստանի տարածքում բնակվողների բանա իրավականորեն ինչ որտեղ ճիշտ է, որտեղ իսկապես իրան ընտրում են 2 միլիոն հայ, հա, ընտրում են այս տարածքում, բայց ինքը բարոյական տեսանկյունից 12 միլիոն հայի ղեկավար է, հա, փաստորեն տենց է ստացվում։ Ես չգիտեմ, նախորդ ղեկավարները այդպես էին համարում, Նիկոլ Փաշինյանը ոչ։ Նախորդ ղեկավարները այդպես որ համարում էին, բայց ինչու, երբ որ մենք ասում էինք, եկեք այդ 10 միլիոն, լավ, մնացած հայերը, որ Հայաստանում չեն բնակվում, հայրենիք սփյուռք կոմիտեի հիման վրա, եկեք ստեղծենք երկրորդ պալատ, որպեսզի այդ մարդիկ էլ ունենան իրանց ձայնի իրավունքը, որպեսզի այդ մարդիկ ունենան նաև իրանց հայրենիքի, haման հայության հայրենիք, նաև պարտականությունները, եկեք էդի կատարեք, ասում չէ։ Նախորդ իշխանություններին այդ համայն հայության այդ բարոյական թեզերը լոլո կարդալուց զատ ուրիշ ոչ մի բան չեն արել։ Արել են մի բան մենակ։ Գնաց է փողեր հավաքել, բերեք կերել են։ Գնաց է փողեր հավաքել։ Հետևաբար ձեր կարծիքով իրավացի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը։ Չէ, սրան էլ իրավացի չի։ Ուրեմն գործակալական ցանցի ներկայացուցիչները մեկը մի ծայրահեղություն անում, մեկը մյուս ծայրահեղություն։ Երկուսն էլ բայց ռուսական կայսրության համար միևնույնն է թե այսօր Նիկոլ Փաշինյանը ռուսական կայսրության որևէ գործակալի ամենալավ գործակալն է։ Որովհետև երբ որ ասենք նախկինները կամ նախորդ գործակալները ինչ-որ բան անում էին, ժողովուրդը դժգոհ էր տարածված։ Շատ լավ։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը անում է նույն բանը, քայքայում է Հայաստանը, ռուսական գործակալական ցանցը լավ ձերքի մեջ պահում է, հələ մասսայել կա, ժողովուրդ կա, որ ասում է լավ անում։ Շատ լավ, այդ դեպքում բացատրեք, թե ինչի ռուսական մի գործակալը ձեր բնութագրմամբ պիտի քանդի ռուսական այլ գործակալական ցանց։ Չէ, ինքը չի քանդում։ Ինքը չի քանդում։ Ապա խնդրեմ բեմականացումը քանդում, հա, այն մյուս գործակալական ցանցը։ Այո, մարդիկ նստած Քոչարյանին, Սերժին, Քոչարյանն էլ գնաց նստավ, ինչ անենք որ։ Ինչի համար նստեց։ Այդ նստեց, որ բեմականության համար ավելի արժանահավատ լինի, որ այդ բեմականությունը արժանահավատ լինի։ Կամ Քոչարյանը քանի գլխան է, որ հրանգատան արժանահավատության համար գնա մի տարի նստի ու չնստի։ Կամ ինչ է, դրանց նստած ինչ է։ Իրանց կայֆերի մեջ ընդ սա բերտնել էին պահում իրանք իրանց հետ։
Այսինքն մեր հայաստանյան բերդերը գիտեք, այդ մեկ։ Երկրորդը նույն արժանահավատության համար 1-2 հոգու կարան ժերտվա տան։ Ու Կրեմլը այդքան էլ բարոյական չի, որ ասել այս մարտին մարիսկան բան անը չէ, դες բան չանես։ Ընդհակառակը ում օգտագործումը կամ Բաքվի բերդնատարը կամ ստեի, կամ вообще գլուխն աուտի։ Հետևաբար այս իրավիճակից ինչ ելք պետք է գտնի Ելքը հետևյալն է։ Ուրեմն համատարած մաքրում Հայաստանի։ Ու դա չի կարող անի գործակալական ցանցի ներկայացուցիչը Նիկոլ Ռոբերտեսը չի կարող անի։ Ինքը կարող մուտիլով կենանի, ցույց տա որ յանամ սրանք գործակալ են, բայց ինքը չէ։ Ինչու ինքը չի անում լուստրացիա։ Ես լսեք պայմանական եմ ասում ճակերտներում։ Ես աթեիստ եմ, ինձ համար թքած ունեմ, ասենք ընդ ում բռնում որ գործակալ են հենց եկեղեցու մեջի։ Ես ասում եմ ինչու կառավարությունում նստած գործակալները իմ կյանքը սարքեցին սա, իմ երկրից կյանքը։ Ինչու իրանք պատասխան չեն տալի։ Վերջացավ սրանովից ապացուցումը, որ նա եւս գործակալ է, որովհետեւ ինքը որ լուստրացիայի ճանապարհով գնա, այն մատ հանրայդ բանկա չէ, ասում դատախազությունը չի քննում, որովհետեւ վախում է, որ կարող է քննի, վերջին քիրա վրա դուրս գա։ Հիմա Նիկոլը նույն բանը, որ քննությունը գնաց, կարող է մի պայ ֆռը ինքիրա վրա դուրս գա։ Հետևաբար արդյոք լուստրացիան Հայաստանում պետք է ավելի աչառուժելի, ավելի հետարքրվի մեր ծրագրերը, մենք արդեն մեր ծրագիրը տեղադրել ենք համացանցում Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության ծրագիրը կարող են հետարքրվել, նայել, հավանություն տալ, թերությունները ինչում են, ինչ են, մեր հետ կապնվեն ուղղակի, ասենք եթե ինչ-որ լուրջ առաջարկներ ունեն, հետևեն մեզ եւ մենք կփրկենք Հայաստանը։ Գոնե այս փուլում հələ տեսնում ենք շանս որ կարող է փրկվենք։ Կարամ երկու բառով ուղղակի պատասխանեմ չոր, կարամ մանրամասն բացատրեմ թե այն դեպքում ինչ էր լինելու, հիմա ինչ է։ Եկեք քննարկենք այդ հարցը։ Հիմա տեսեք, երբ որ 9-րդ կետով նախանշված էր Զանգեզուրի Միջանցք անվան տակ, չկար Միջանցքը, բայց համանդեպս Միջանցք բառը այնտեղ չկար։ Դա իդեպ ես ձեզ ասեմ, այնտեղ կոմունիկացիաների բացման մասին էր խոսք առհասարակ, կոմունիկացիաների բացման մասին, բայց շատ արագ հենց հաջորդ օրվանից դա սկսվեց շարքվել որպես Զանգեզուրի Միջանցք լրատվամիջոցներով, հատուկ հրահանգներով ադրբեջանական կողմից։ Այո, այսինքն Կրեմլի գործակալական ցանցի մեկ այլ հատվածի կողմից։ Այսինքն եթե Կրեմլի իսկապես չեզոք լիներ, ասել ես ինչ ես ասում, մենք ասել ենք, այսինքն նրա թույլտվությամբ, նրա գիտությամբ սկսել է այդպես ուրեմն շարքվել։ Դե Ալիևը սկսեց նույնիսկ այն ժամանակ համադրել Լաչինի Միջանցքը այդ Միջանցքի հետ, որ եթե այստեղ Միջանցք կա, այնտեղ էլ պիտի Միջանցք լինի եւ այլն։ Դա շուրջա, բայց դա շատ արագ Էրդողանը ընդօրինակեց եւ անգամ իր ելույթների մեջ դա անունը դրել էր Թուրանի դարպաս, ձև էին ներկայացնում, բայց իրականում այդ կոմունիկացիաների բացման ընդհանուր կետի մեջ նպատակը հետևյալն էր, որպեսզի ապահովեն Թուրքիա, Նախիջևան, Ադրբեջան ճանապարհը Ադրբեջանից էլ Դերբենդ ու դեպի Ռուսաստան անխոչնդոտ երկաթգծի շահագործումը։ Սա էր նպատակը։ Ինչի համար։ Որովհետև Ռուսաստանը 4 կողմից արդեն շրջապատված էր էմբարգոների մեջ էր։ Եվ Իրան դեպի Եվրոպա Թուրքիայի միջոցով դուրս գալու այդ ճանապարհը օդի ջրի նման պետք էր։ Եվ ես հիշում եմ, երբ որ այդ ճանապարհի կողմնակից Հայաստանի իշխանությունը, որը ստորագրել էր դրա տակ, իշխանավոր կամ Նիկոլ Փաշինյանի սազանդարներից շատերը համոզում էին ժողովրդին, թե գիտեք ինչ կա, սա թուրքական ճանապարհ չի լինելու, Թուրանի համար չի, իմացեք, այդ ճանապարհը վերահսկելու է ռուսական ՖՍԲ-ն, այսինքն մի մտածեք, որ դա թուրքական ճանապարհ է, դա հստակ, դու հենց քանի որ դա պետք է վերահսկեր ՖՍԲ-ն դու հենց դրա համար պետք չէ թույլ տալ, որովհետև մենք տեսանք Լաչինում, ասենք, ռուսական ՖՍԲ-ներ
ուրեմն այդ ճանապարհը նայում ոնց ավարտվեց Խաղապահը։ այո խաղապահն խաղապահ չէ նա ագրեսիվ պետություն էին ագրեսորներ այսինքն պրոստը իր զորքը բերել մտցրել էր Լավ։ խաղապահի մանդատը տալիս է ՄԱԿ-ը իրանց ոչ մի մանդատ չէր տվել ուղղակի գործակալական ռուսական գործակալական ցածի երկու գործիչներ Նիկոլ Փաշինյան եւ Ալիև իրանց շեֆի հրահանգով գնացել են դա ստորագրել են մինչ այդ էր ուրեմն մի հատ տեսիլք ստեղծեցին Մինսկի խումբը քանդեցին Համենայն դեպս ոչ թե խումբը քանդեցին, իրանք չեն կարող քանդել, որտեղ իրանք չեն ստեղծել։ Այս Մինսկի խմբի ծառայություններից հրաժարվեցին երկու կողմներ եւ թողեցին այդ որոշումը միայն Ռուսաստանի վրա։ Եվ տեսակ ինչ եղավ։ Տեսակ որ Արցախ գոյություն չունի։ Այսօր փաստացի բնակչություն գոյություն չունի։ Всё, վերջացավ։ Այսինքն այն փոքրիկ լծակը, որը Ամերիկայի եւ Ֆրանսիայի միջոցով Մինսկի խմբի շրջանակներում ինչ որ ձև Փոխանակ դու խորացնես, փոխանակ դու քո գործողությունը ամբողջությամբ գցես նրանց վրա եւ նրանք ինչ որ ձևի իշխեն այդ կազմակերպության շրջանակներում։ Դու եկալու դրանց հասեն ինչ ասես, ասում ես դու դուրս ես գալի, չես ուզում, տալիս ես ռուսին ասում աղբեր ջան, կներես էլ ես ընդ լիքը փողեր եմ ստացել կամ պերսպեկտիվայում լավ առաջարկներ եմ ստացել։ Հայաստան ջան, извини друг, պաստարանից։ Դե մի 130,000 բնակչությունը դրանք էլ կհանենք մի բան կանենք։ Всё, վերջացավ։ Էդ է Ռուսաստանը։ Հիմա էլ մի հատ էլ փոխանակ Ռուսաստանի անունը չտան, մի հատ էլ գլուխ գովալու բանով, բա Facebook-ն է հսկելու Զանգեզուրի միջանց։ Հենց դրա համար չեն գովում։ Հիմա տեսեք, Հիմա տրիպը, այ ինչու՞մ է։ Նախորդ հարցադրման ժամանակ նցած բան հնչեց ձեր կողմից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թե Ռուսաստանի, ասենք, գործակալական ցանցի գործունեությունը։ Հիմա տրիպը եւ ես պատասխանեցի հետեւյալ միտքը։ Հազար ներողություն, մա մտքերս կենտրոնացնեմ, որ ավելի պատկերավոր լինի այս կապի հետ։ Այ երբ որ մենք թողեցինք Ռուսաստանի վրա, Ռուսաստանը ինչ ուզում անում էր, չէ՞։ Ամերիկան տեսավ, որ իրան շրջանցում են ամեն կերպ։ Այսօր ինքը շրջանցելով Ռուսաստանին, որովհետեւ թե Նիկոլը, թե Իլամը, նրանք քանի գլխանի են, որ Թրամփը կանչի եւ իրանք չմետնեն Ամերիկա։ Կանչեց, թուղթը դրեց թեմը, երևի 30 վայրկյանը չեն հասցրել, քարտանին չեն ստորագրում։ Ստորագրեք ու գնացեք։ Այսինքն Какой привет, такой ответ։ Այսինքն ոնց որ ռուսները շրջանցելով Ամերիկային ու Ֆրանսիային Արցախի գլուխը կերան։ Հիմա էլ գոնե տեսնելով որ քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի ցանկացած հրանգները խաղալով, խաղիկներ տալով այնուամենայնիվ կատարում, եւ խոստանալ խաղալով արևմտամետ խոստանում է որոշ բաներ, բայց իրականում արևմտամետ ոչ մի քայլ չի անում, ուղղակի թե Կրեմլին, թե Նիկոլի ու Իլամի դեմ փաստի առաջ կայնացրեց։ Պրոստը բերեց ու ստորագրել տվեց։ Ես ձեզ ասեմ, այս փաստաթուղթը ինքնին իրավական, այսպես ասած, ուժ չունի։ Որ ասենք այ ստորագրվել ուրեմն սենց պիտի արվի։ Իրավական փաստացի ուժ չունի, բայց Հայաստանի իշխանությունների կողմից, եթե նրանք տրամադրված են իսկապես դեպի արևմուտք կամ Ամերիկայի հետ ավելի սերտաճացնեն իրանց հարաբերությունները, սա լավ պլատֆորմ է, որի վրա կառուցեն այդ հարաբերությունները։ Այսինքն այդ շանսը Նիկոլին տրված է։ Նիկոլին տրված է, որ կատարի։ Ու սենց ասենք, Նիկոլը չկատարի, ասենք չուզելով կամ կամած ինչ-որ բան կատարի, իրան ընդամենը կստիպեն։ Կկանչեն ու կստիպեն։